Բարև ձեզ, Factor TV հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն է, ողջույն, պարոն Ղահրամանյան։ Նախորդ օրերին Հայաստանի նախկին երկրորդ եւ երրորդ նախագահները իրար հետևից այսպես բացառիկ հարցազրույցներ էին տալիս եւ հատկապես պարոն Ռոբերտ Քոչարյանը ընդգծված ձևով շարունակում էր Նիկոլ Փաշինյանին մեղադրել պատերազմ սադրելու մեջ իր հռետորաբանությամբ Արցախը Հայաստանը եւ վեճ, իսկ Նիկոլ Փաշինյանը խոստանում է հրապարակել բանակցային փաստաթղթեր։ Ես նկատեցի ԿՊԱ-ականներ այսպես կոշտ հակադարձումները Քոչարյանին, երբեմն նաեւ ծաղրալից գրառումները, բայց եթե փաստերով դատենք, իրոք ձեր ժամանակ չի եղել պարոն Ղահրամանյան այդ պատերազմը, զոհերը, տարածքային կորուստները։ Շնորհակալ եմ հարցի համար, այն որ մեր ժամանակ ա եղել դա փաստա եւ դա հերքելը անկեղծ ասած մի քիչ լուրջ չի լինի։ Ես ընդհանրապես այս վերջերս անդադ մտածում եմ թե ինչի հետ է կապված բարբերաբար իրանց այդ հարցազրույցներ տալը, ընդ որում եթե նկատել եք շատ սահմանափակ լրագրողների ներկայությամբ, իսկ այս վերջի երկուսը ընդհանրապես իրանց փաստացի պատկանող լրատվականներում են հարցազրույց տվել եւ ամեն անգամ իմ մոտ ամրապնդվում է այն կարծիքը, որ իրանք օրգանական կապ չունեն ոչ Հայաստանի, ոչ հայ ժողովրդի հետ, որովհետեւ մտածել, որ երկրի ղեկավարած մարդիկ բացի երկրի ղեկավարելուց նաեւ այլ բարձր պաշտոններ զբաղեցած մարդիկ չեն գիտակցում իրենց արած արտահայտությունների գինը, ես կարծում եմ դա այդպես չի, իրանք լավ էլ գիտակցում են ինչ են խոսում, դուք հասկանում եք, վարչապետն ասել է, չէ, Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այո, ասել է Արցախ Հայաստանը եւ վերջ եւ դա միայն վարչապետը չի ասել, էլի են ասողներ եղել եւ վարչապետը արդեն մեկնաբանել է թե ինչ կոնտեքստում է դա ասել, բայց ուրիշ բանի մասին է խոսքը։ Որովհետեւ հայերեն ասել էր։ Դե, գիտեք ինչ, ես միշտ մի դեպք եմ հիշում, իմ ընկերոջ հետ Արցախում էինք, դա երևի 16 թիվներ, երբ որ ապրիլյան պատերազմը եղել էր եւ այդպիսի խոսույթ կար հողերը տալու եւ այլն եւ այլն։ Ես քաղաքականությամբ հետաքրված էի, կուսակցական էի, բայց ես զրոյական գաղափար ունեի առհասարակ ինչպես հանրության մեծ մասը բանակցային գործընթացի մասին եւ երբ որ մենք գնացինք Աղդամ, ես ընկերս ինձ հարցեց ոնց կարելի է սա տալ։ Եվ ես իրականում, ասենք, այնպիսի վիճակում եմ, որ դուք էլ եք նույնը։ Այո, ես նույնը ասում ոնց կարելի է սա տալ։ Ինչ Աղդամի մասին էր թե այլ տարածքներ։ Ոչ միայն։ Ամբողջ Արցախով գրեթե շրջեցինք եւ ես 5 տարածքներով էլ եք անցնում եւ այո, դե 5 տարածքներից օրինակ Կովսականում ես աշխատել եմ թե 7 տարածքներ ինչու 5 աշխատել եմ այնտեղ Կապանի մոտ ա եղել, միշտ գնալ գալ եղել է եւ ես միշտ մտածել եմ որ ոնց կարելի է սա տալ։ Այդ տեսեք դուք Կովսական անվանեցիք, ոչ դասական պահված ԿՊԱ-կանի կողմից։ Ինչ նկատի ունեք Զանգիլան պետք է։ Դե ես իմ լեզվամտածողության մեջ դա մնացել է Կովսական, հենց դրա մասին է խոսքը, որ մեր լեզվամտածողության մեջ ոնց կարելի է օրինակ Աղդամը, երբ որ նամանավանդ Սերժ Սարգսյանը այդպիսի հայտարարություններ որ Աղդամը իմ հայրենիքը չէ, եւ ես 20 թվականի պատերազմից հետո չէ, նայեք, ես 20 թվականի պատերազմից հետո, երբ որ արդեն շատ բաներ, հայտ եկան շատ բաներ մեր գիտակցության մեջ պարզվեցին եւ ես հասկանում եմ, որ ես նույն դրդապատճառով էի ասում, որ հնարավոր չի ոնց կարելի Աղդամը վերադարձնել, այդ նույն պատճառով էլ վարչապետը հայտարարությունը արել է, որ Արցախ Հայաստանը եւ վերջ, որտեւ ես այդ ձև մեծացել մանկապարտեզից մինչեւ հասուն տարիքին իմ մեջ դա ներարկել է։ Գնայք պարոն Ղահրամանյան, ես չեմ հերքի։ Բայց սրա մասին իրական դուք բացառիկ մարդ չեք, Հայաստանում շատ այդ թվում ես եւ լիքը մարդ այդպես եմ մտածում, բայց ԿՊ-ի վարքագծում գիտեք ինչն է քննադատվում նաեւ այս շրջանում, ծայրահեղություն մտնելը։ Մի դեպքում այդ ռազմահայրենասիրության մոդելը ես կասեի, հա, որ հոխանձնողին կանձնենք հողին այդ տրամաբանության մեջ է, ոչ միայն ձեր քաղաքական թիմը, եթե անկեղծ լինենք շատ-շատերը Հայաստանում եւ քաղաքական ուժերի մեծ մասը բացառությամբ մի ուժի երևի մի քիչ այլ տեսակետ ուներ, մյուս ծայրահեղությունը այն է, որ վարչապետն է ասում, հիմա արդեն նորից դարել է հակառակ։ Դե վարչապետն էլ հիմա ասում է թոք էր մեր վզին կախված, այսպես ասենք, ոչ թե Արցախն ենք կորցրել, այլ Հայաստանի անկախությունն ենք ձեռբերել, այսինքն ռումբ էր Հայաստանի պետականության տակ այդ կոնֆլիկտը չարժի էլի այսպիսի ծայրահեղությունների մեջ ընկնել, չեք կարծում, որ արժի մի քիչ ավելի փափուկ բառապաշարով դրա մասին խոսել։
ինքնախարազանման բարձր դոզաջ է առաջարկում։ Կարող է երկար լինի պատասխանս, բայց մեր կառավարության անդամներից մեկը իմ կողմից շատ հարգված եւ սիրված մի անգամ մի հետաքրքիր բան ասեց սովետական միության փլուզման մասին եւ ասեց, որ ընդհանրապես կայսրությունները երբ որ փլուզվում են տեղի ունենում իրադարձություններ, որոնք առաջին հայացքից թվում է թե արագացնում են կայսրության փլուզումը։ Բայց հետագայում պարզադառնում, որ այդ ամեն ինչը տեղի է ունեցել հետագայում կայսրությունը վերականգնելու համար։ Ես կարծում եմ, որ կոնկրետ Ղարաբաղյան հարցը այս գործողություններից մեկն է եղել։ Ակնհայտորեն ինքը հրահրվել է։ Եվ առհասարակ ես ամեն անգամ այս թեմաներից խոսելով միշտ հիշում եմ Կապան Գորիս ճանապարհը։ Նայեք, սովետական միությունը դա Ադրբեջանի տարածք էր։ Մտնում դուրս է գալիս, հեսա կասեմ, նայեք, օրինակ Կապան համայնքը որպես համայնք ինքը եղել է դարեր շարունակ, նույնն էլ Գորիսը ավելի հին է։ Դուք Կապանից եք։ Այո, Գորիսը ավելի հին է։ Եվ ամեն անգամ ես ինձ օրինակ այդ հարցը տալիս եմ, բայց բուն քաղաքները իրանց ենթակառուցվածքներով, որ շենքերով, գնացքի բանով, կայաններով, ճանապարհներով կառուցվել է սովետական միության տարիներին, երկուսն էլ։ Սովետական միության տարիներին է ստեղծվել նաև Կապան-Երևան M2 ճանապարհը։ Եվ սովետական միության տարիներին է գծվել հայ-ադրբեջանական սահմանը այդ հատվածի։ Հիմա եթե եւ սահման գծողը, եւ ճանապարհ կառուցողը, եւ քաղաքսարքողները նույն սովետական միությունն է, օրինակ ինչի համայն այնպես արել, որ ճանապարհը անդադ մտնի եւ դուրս գա։ Ինչի՞ այսօրվա համար։ Հետագայում լծակ ունենալու համար։ Եթե նկատել եք սովետական միության փլուզումից հետո երևի կարող է մենակ միանշանակ հեռատես են եղել, այսպես ասած, եւ դա կայսրությունը վերականգնելու իրենց նպատակներին է հետագայում եղել։ Օրինակ բացի ներողություն, բայց այդ խոսույթը շատ կոշտ է, պարոն Ղարաբաղյան։ Բացի Բելարուս, երևի Ռուսաստան, մնացած բոլոր երկրները իրենց հետ ինչ-որ տարածքային խնդիրներ ունեն։ Համաձայն եմ, Կենտրոնական Ասիա երկրները եւս։ Ես չեմ հերքում այդ ձեր ասածը։ Որ հատվածներ կոշտ տոնը, տեսեք, որ ռումբ էր Արցախյան կոնֆլիկտը կամ թոք են գցել մեր վզից եւ այդ այսպես կոչված պատերազմը դադարեցնելու ծրագրերով կարճացում են այդ թոկը, այսինքն խեղդելու համար եւ մեր ժողովրդի դիմադրության շնորհիվ մենք կարողացանք չխեղդվել եւ այլն, վարչապետի ասածը դա մի քիչ կոշտ չի համեմատությունը։ Ինքը ես չգիտեմ կոշտա կոշտ չի, ամեն դեպքում իրականությունը չի նայում, ինքը կոշտա թե նուրբ է։ Դա իրականությունն է։ Հիմա եթե իրականությունը այդպեսին է, հիմա կարող է ձեր համար կոշտա, մեկի համար նուրբ է, բայց դա իրականություն է։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը այն որոշումները, որ հիմա կայացնում է ինքնուրույն, եթե կայացներ օրինակ 20-30 տարի առաջ, մենք այլ երկիր կունենայինք։ Մեր այդ որոշումները կայացնելու մեջ խանգարում էր իհարկե Արցախյան հարցը։ Եվ ելի եմ ասում, օրինակ ասում եք Մինսկի խումբ, նախկին նախագահներ, միշտ ամենապարզ բանը, որ ես միշտ հարց եմ տալիս, ինչու այդ մարդիկ չեն լուծել այդ հարցը։ Այսինքն հասկանում եք, այնպես չի, որ արդեն լուծմանը 5 էր պակաս, հայանպաստ լուծմանը 5 էր պակաս եւ այ հեղափոխությունը եղավ եւ այս իշխանությունները արեցին այն ինչ արեցին։ Ոչ, կոնկրետ Սերժ Սարգսյանը ապրիլի 17-ին, եթե չեմ սխալվում, նա կոնկրետ պատերազմ էր գուժում։ Շատ կոնկրետ, որ անիրական եւ կատարելի են օրինակ Ադրբեջանի պահանջները եւ մենք պետք է այլևս հույս չունենանք, որ այս հարցը չի լուծվելու պատերազմով։ Բայց եթե դուք 30 տարի բանակցել եք եւ վերջի, այսինքն այդ բանակցությունների վերջնա արդյունքը Սերժ Սարգսյանի ելույթն էր ազգային ժողովի ամբիոնից, որտեղ ինքը շատ կոնկրետ պատերազմ էր գուժում։ Այսինքն այդ ինչն էր անիրականանալի, անիրատեսական որ պահանջներ Ադրբեջանի։ Չլսեցիք իմ հարցադրումը, որ դուք եք սադրել այդ պատերազմը ըստ այս մեղադրանքների նախկին նախագահների։ Նորմալ չբանակցելով զրոյական կետից սկսելով, չգիտեմ, Արցախը ինչպես բանակցեինք այն կետից, որ կետում օրինակ նույն գլխավոր բանակցողը ասում է, որ պատերազմը անխուսափելի է։ Այնպես անեք անխուսափելի չլիներ։ Դե փորձեցինք, չէ՞ ամեն դեպքում։ Ասելով եթե Արցախը չբանակցի, մենք չենք մտնի։ Դե դա արդեն հասկանում եք, նախ եթե դու Արցախին նայում ես որպես սուբյեկտ, դու պետք է դա անեիր։ Հնարավոր չունեք, եթե Արցախը առանձին սուբյեկտ է, ոնց պետք է առանց Արցախի մասին բանակցել։ Լավ, բայց գիտեք, մի քիչ, ասես ասեմ, իհարկե ձեր հասցեին էլ դաժան մեղադրանքներ կան, միայն ձեր բառապաշարը չի, որ հաճախ կոշտ է։ Մեկը այն էր, որ պարոն Սարգսյանը ասում էր մեղադրանք է ինչ ասում, որ
մասնակցել եք Բաքվի կողմից Արցախի ղեկավարության գերեվարման ցուցակների կազմանը եւ Սամվել Շահրամանյանը տեղյակ է այդ ցուցակներից եւ եթե այդպես բարձրի պարոն Շահրամանյանը փաստեր ներկայացնի, դավաճանության դա լրիվ ցնդաբանություն է, ես ելի եմ ասում, նախկին երկու նախագահները, ինչպես նաեւ առաջին նախագահի հետ պատերազմյան եւ Արցախի վերջնական կորուստից հետո իրանց ամբողջ քաղաքական խոսությունը դա ռուսական կողմի մեղքերը մաքրելն է։ Իսկ ես ծանոթներ ունեմ, ովքեր եղել են Արցախում այդ ժամանակ, հետո են դուրս եկել։ Հիմա վկայություններ էլ կան, որ ռուսական կողմն է հանձնել իրենց։ Օրինակ ես այդպիսի ինֆորմացիա ունեմ։ Նույնիսկ կադրերում, եթե շատ ուշադիր նայեք, այնտեղ կարող է որոշ ատրիբուտներ հուշի դրա մասին։ Այսինքն մենք այսինքն Հայաստանի Հանրապետության հայկական կողմի ներկայացուցիչները, որ հիմա գտնվում են Բաքվի բանտում, Հայաստանի Հանրապետության իշխանությունը չի բանակցում նրանց հետ բերելու համար, մինչև Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի հետ։ Այսինքն ինչ է նշանակում մենք ցուցակ ենք կազմել։ Իսկ եթե առհասարակ ցույց ընդհանրապես ես ասեմ, էլի։ Թե դուք մասնակցել եք բաներ կան, որոշակի ներողություն ես արտահայտության համար, պիղծ մտքեր կան, որոնց հեղինակը կարող է լինի միայն այդ ձևի մտածելակերպ ունեցող մարդը։ Օրինակ ես առաջի անգամ եմ լսում եւ երբեք իմ մտքով չեր անցնի, որ կարելի է նման բան անել։ Երբեք։ Այսինքն մարդը պետք է ընդունակ լինի նման բանի, որ դիմացինի նման բանի մեջ մեղադրի։ Մի բան հիշեցնեմ, Արցախի այսպես կոչված լուծարման փաստաթուղթը որ կա, կհիշեք, որ եւս մի մեղադրանք կա, որ Շահրամանյանն է ստորագրել, թե ինքը հերքում է եւ դատի է տվել դասագրքի հեղինակին, հետո փոշմանել է, որ ստորագրել է եւ լուծարման որոշումը լուծարել է եւ այլն, բայց դա չգնանք, այլ հարցը հետեւյալն է, որ այն ժամանակ էլի ասում է, որ Փաշինյանը, ասես ասենք, դաբրո է տվել լուծարման փաստաթղթին, այսինքն ոչ միայն գերիների ցանկի կազմմանն է մասնակցել, այլև լուծարման փաստաթղթին։ Գերիների մասով միանշանակելի եմ ասում ցնդաբանությունը ամբողջությամբ, իսկ կոնկրետ այդ մասով վարչապետը իր մեկնաբանությունը տվել է եւ հերկել է այդ գաղափարը եւ գիտեք ինչ, օրինակ մի հատ վերհիշենք, էլի իրականում շատ է խոսվել սրա մասին, բայց մի հատ վերհիշենք, ինչ տեղի ունեցավ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները Արցախի այդ պահի դրությամբ իշխանություններին ամեն ձև համոզում, ոչ թե համոզում, այլ խորհուրդ էին տալիս երրորդ ուժերի ներկայությամբ, օրինակ Սոֆիայում բանակցել ադրբեջանական կողմի հետ։ Սա համարվում էր դավաճանություն, բառից ամենաբուն իմաստով։ Հետո նրանք այնտեղ իշխանափոխություն արեցին, ընտրվեց իրենց, այսպես ասած, սրտի նախագահը Շահրամանյանը, որից հետո ոչ միայն երկու նախկին նախագահների քաղաքական ներկայացուցիչները, բլոգերները, չգիտեմ, իրավաբանները կամ մնացել, այլ անձամբ իրանք ասեցին, որ մենք ողջունում ենք Արցախը ճիշտ ճանապարհի վրա է եւ հուսանք հաջորդը հուսանք Հայաստանի Հանրապետությունն է։ Եվ ինչ եղավ դրանից ուղիղ երևի, եթե չեմ սխալվում, մի շաբաթ հետո։ Գնահ, բայց արդար է 10 օրվա իշխանության մեղադրել, ասենք հայաթափան մեջ, միգուցե պարոն Հարությունյանը ձեր ժամանակ է դա հասունացել։ Այն որ Սերժ Սարգսյանն ասում էր պատերազմ է լինելու եւ այլն գուժում էր, չէ՞, ոնց որ դուք եք նրան մեղադրում, որ գիտեր, որ պատերազմ է լինելու։ Չէ, պատերազմի մասին չենք գուժում, մենք ասում ենք, որ դա պետք է արվի։ Հիմա էլ, այսպես ասենք, պայմանական նախկիններն եք մեղադրում, որ նրանք հանձնեցին Արցախը։ Ինչքանով է արդար ձեզ մեղադրել պատերազմադրելու մեջ եւ ինչքանով է արդար նրանց մեղադրել բռնի տեղահանման մեջ։ Ես հասկացա ձեր հարցի իմաստը։ Ես կոնկրետ Շահրամանյանին, իր անձին չեմ մեղադրում։ Ես ներքին համոզմունք ունեմ, եթե Շահրամանյանի ցանկությանը մնար, ինքը չէր ստանձնի նախագահի պաշտոնը Արցախում այդ ծանր փուլում։ Ես ներքին համոզմունք ունեմ։ Մեղավորները նրանք են, ովքեր դրդել են այդ ամեն ինչի։ Մեղավորները նրանք են, օրինակ շատ են, չէ, բանը սիրում տենց օթում կախված լուրերի մակարդակով բաներ ասել, օրինակ օթում կախված լուրեր կան, որ Արցախի նախագահը հրաժարվել է Սոֆիա մեկնել եւ բանակցելուց, որովհետեւ օրինակ, չգիտեմ, ռուսական կողմը հայտարարել է, որ եթե գնանք բանակցելու, մենք այլևս ձեր անվտանգության երաշխավորը չենք։ Իսկ ինչ վերաբերում է Շահրամանյանին, բնականաբար մեղքը Շահրամանյանին չի ամբողջապես, այլ այն ուժերին, ովքեր Արայիկ Հարությունյանին փոխեցին Շահրամանյանով եւ թույլ չտվեցին, որ նրանք գնան Սոֆիայում բանակցելու։ Այսինքն
ժամանակագրությունը ինքը խոսում է իր մասին, ասենք փաստը ամենահամար բանն է, էլի աշխարհում, որը ընդհանրապես հերքելը չեմ կարծում թե ճիշտ է։ Շատ լավ, եկեք այս թեման ավարտենք հետեւյալով, որ կար հնարավորություն Արցախը պահելու հայկական եւ դուք դա չեք օգտագործել, նախորեն պարոն Քոչյանը մեղադրում է, գիտեք ինչ կոնտեքստում, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը եւ այդ մեղրի ճանապարհ, որ Ադրբեջան եւ Ռուսաստան Զանգեզուրի միջանցք են անվանում, դրանք, այսպես ասենք, մեկը մյուսին շահկապված էր։ Եթե տայք այդ ճանապարհը մեղրիում, Լաչինը չեն փակի, Արցախը չէր հայաթափի եւ ռուսները 5 տարի այդպես շարունակ կմնային։ Այդ չունեք մի քիչ մեղքի զգացողություն, այս առումով ես իդեպ ասեմ ձեզ, ընդդիմության մեկ այլ թևից գալիս են մեղադրանքը, որ էլի նույն անխոչնդոտ ճանապարհը տրվեց Ադրբեջանին, ուղղակի այն ժամանակ ավտոկրատ Ռուսաստանին չուզեցիք տալ, գնացիք հիմա այսպես ասած դեմոկրատ ԱՄՆ-ին տվեցիք, նույն արդյունքը եղավ մինուս Արցախը։ Նախ սկսեմ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը ոչ մի կապ չունի օգոստոսին ԱՄՆ-ին ստորագրված փաստաթղթի հետ, այդ մեկ։ Ասում են դա ավելի լավ է, քան որ կար Արցախը։ Խնդրում եմ եւս մեկ անգամ ֆիքսինգ Ռոբերտ Քոչյանն այն մարդն ով ասում է, որ Հայաստանն է առաջինը խախտել նոյեմբերի 9-ի պայմանագրի կետերը, այսինքն կոնկրետ սա թշնամական Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի թշնամու, կոնկրետ եթե Հայաստանի Հանրապետության թշնամի լինես, դու պետք է դա ասես։ Այսինքն մենք ենք ճանապարհը փակել, մենք ենք սովի մատնել ժողովրդին, Արցախի Հանրապետության, մենք ենք գերիներին, որ հետ չենք տվել, իսկ պայմանագրի կետում կար, որ բոլոր գերիները պետք է երկուստեք վերադարձվեին։ Այսինքն Ռոբերտ Քոչյանի ամեն ինչ պարզ է այս առումով։ Հաջորդը, ինչ վերաբերում է Լաչինի, Ռոբերտ Քոչյանը կրկնում եմ միակ մարդն է եղել Հայաստանի Հանրապետությունում, ով բանակցել է մեղրու շրջանը Ադրբեջանին տալու։ Թե սովերեն ճանապարհ, ասած ասենք։ Չէ, ադրբեջանական տարածք, մեղրու տարածքը շրջանը։ Շատ տարբեր է։ Չէ, դա տարբեր բան չկա, տարբեր բան չկա։ Պետք է Վարդան Օսկանյանի հարցազրույցը, եթե չեմ սխալվում, 2000 թվականին էր, 2001 հուշում է թվերի մի հատ հարցազրույց է տվել մի խոսքով։ Ինքը կոնկրետ խոսել է դրա մասին։ Եվ մեղադրել, որ գիտեք ինչ, այ իրանք մեղրին տվել են, մեղրի հիմա անխնչնդոտ վերադառնանք այդ ձեր ասած անխնչնդոտին։ Անխնչնդոտ օրինակ ես կարող եմ հիմա նստել մեքենան ձեր հետ եւ Վրաստանի տարածքով կրկնում եմ անխոչնդոտ հասնել Ռուսաստան կամ Իրանի տարածքով Իրաք։ Բայց գործելով մի դեպքում Իրանի Իսլամական Հանրապետության օրենքների շրջանակներում, մի դեպքում Վրաստանի անխոչնդոտը, այսինքն դա չի նշանակում անարգել։ Դրանց ասած այն է, հիմա եւ նոյեմբերի 9-ով էր անխոչնդոտ եւ օգոստոսի 8-ով ուղղակի այն ժամանակ տայք այն չանենք, որ ռուսական ԱԴՑ-ներ կանգնելու։ Դա միջանցք չէր, այսա միջանցք է։ Ինչով է միջանցք եւ նա միջանցք չի։ Որովհետեւ մենք Ամերիկայի քաշը չունենք, որ նրա այդ բանակցեք, այդ ճանապարհի գործունեության դետալների շուրջ սա պարոն Քոչյանի նախորդ հարցազրույցից փաստ է։ Այսինքն ինքը ուներ այդ կանգնշիռ, որ բանակցում էր մեղրին տալու հետ կապված։ Չէ, ուզում եմ ճիշտ հասկանանք էլի, սա թռուցիկ ենք ասում, այս Լաչինի միջանցք, մեղրու միջանցք, չգիտեմ ինչ ասես խոսում եմ։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը հակառակորդ թշնամի ոնց ուզում եք ասեք, պետությանը փոխանցելու մասին բանակցել է միայն ու միայն Ռոբերտ Քոչյանը։ Միայն ու միայն։ Ընդ որում առանց հայ ժողովրդի հետ դա քննարկելու, որտեղ գիտենք, եթե դու որպես պետություն ուզում ես քո տարածքը, դա պետքա հանրաքվեով արվի։ Եվ դուք կարող եք ապացուցել, որ ճանապարհի մասին չի խոսքը, այլ մեղրի շրջանի մասին։ Իհարկե կարող ենք ապացուցել, ելի եմ ասում, իր արտգործնախարարի հարցազրույցը կարող եք հետ տալ եւ նայել։ Հիմա ինչ վերաբերում է ներկայիս ճանապարհին, ախր երևի մի 1000 անգամ ասվեց, մի 1000 անգամ էլ կասվի դեռևս։ Դե ամեն օր ուշադիր պետքա կարդալ այդ փաստաթուղթը, որը ձեր դիմաց դրված A4 ֆորմատ, մի A4 ֆորմատի մեջ տեղավորվում է։ 5 սկզբունքների մասին, իրավազորություն եւ այլն, այդ բոլոր սկզբունքները մենք գիտենք։ Դրանց պահման դեպքում ինչ միջանցքի մասին կարող է խոսք գնալ։ Հիմա միջանցք բառի հետ եմ ես ուզում ձեզ ասեմ, օրինակ վստահ եմ էլի ասվել, չեմ ալարի կրկնվել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հյուսիս-հարավ մեր այդ ճանապարհը կոչվում է հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք։ Ամբողջ տնտեսական միջազգային աշխարհում դա կոչվում է միջանցք, այսինքն ճանապարհը երբ որ տալիս է, դա միջանցք են ասում դրան, ճանապարհային միջանցք են ասում։ Բայց արտատարածքայինի մասին ոչ մի խոսք չկա, օրինակ հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը մեր մտածելակերպի մեջ կրկնում եմ, քանի որ մենք
ունեցել ենք Լաչինի Միջանցք, որը արտատարածքային Միջանցք է Իրանից ենթադրել։ Դրանք համեմատելի չեն, եթե էլի եմ ասում, եթե հայկական թարգմանության բառ եք ասում, երկուսն էլ Միջանցք է, չէ՞ կոչվում։ Բայց մեկը արտատարածքային է եղել, մյուսը ոչ։ Օրինակ եղել է դեպքեր, երբ որ մենք, այսինքն երրորդ կողմի ներկայացուցիչները, որը, այսպես ասեմ, ոչ պրոհայկական, ոչ պրոադրբեջանական կողմ են, ավելին ասեմ, իրանք ավելի շատ ինձ բիզնես ոլորտից են, ասում են օրինակ այդ Միջանցքը գիտեք, չէ, սաղ տարածաշրջանին օգուտ կբերի, ձեզ էլ լիքը գումարներ կբերի եւ այլն, ես ասում եմ, որ Միջանցք չի, ասենք ճանապարհ, իրանք զարմանում են, թե մենք ենք դեմ Միջանցքի։ Այսինքն միջազգային հանրությունում դա զարմանալի բան է, որ այսինքն հա դե Միջանցքը բա ինչ է օրինակ։ Այսինքն մարդիկ, որ ասում են Միջանցք, օրինակ հայերը, մենք ուրիշ ձև ենք ընկալում, եթե միտքս կարճ ասեմ, իսկ միջազգային հանրությունը այլ ձև անկամ։ Մեղադրանքի ծանրությունն այն է, որ տալով այդ ճանապարհը, Մեղրի ճանապարհը, այսպես ասենք ռուսական ԱԴՑ-ով Ադրբեջան անխոչնդոտ, կփրկվեր Արցախը։ Տարբերությունը նոյեմբերի 9-ի եւ օգոստոսի 8-ի այն է, որ այս երկրորդ դեպքում Արցախը չկա։ Որ խնդրեմ կհիշեցնեք ինձ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը։ Հայաստանը ապահովում է այդ ճանապարհի անվտանգությունը, վերահսկողությունը իրականացնում է ռուսական ԱԴՑ-ը։ Եվ հետո Հայաստանի Հանրապետությունը ասել է, որ մենք չենք ապահովում անվտանգությունը։ Չէ, տալիս ռուսական ԱԴՑ-ի խնդրեմը դա է։ Հիմա նայեք, ադրբեջանական կողմը փաստացի ասում էր, որ ես պետքա ձեր տարածքով գնամ գամ, ոչ ձեր իրավազորության տակ, ոչ ձեր օրենքներով, այսինքն փաստացի Միջանցք, որին իհարկե հայկական կողմը չի համաձայնվել եւ ես միշտ եղել եմ այն կարծիքին եւ վստահ եմ կմնամ այն կարծիքին, որ դա ճիշտ որոշում էր։ Այսինքն բառացիորեն այդ ձեր ասած սիրուն փաթեթավորման տակ մարդիկ ադրբեջանական կողմը Միջանցք էր ուզում։ Այսինքն եթե ինքը ասում է, որ ձեր իրավազորության ներքո չի լինի, հիմա երրորդ երկիր էական չի։ Հիմա ԱՄՆ-ի իրավազորության տակ չի։ Ոչ, փաստաթուղթը կրկնում եմ, մի էջանոց փաստաթուղթ է, եթե կարդաք, այնտեղ ակնհայտ դրված է։ Այսպես ասենք, մի քիչ այլ բառեր օգտագործենք, ձեր դուխը կհերիքի ԱՄՆ-ի հետ բանակցել, դուխ հերիքելու, բանակցելու բան չկա, բանակցե պրծել ենք, որ դուխներս հերիքել է, չէ՞ որ բանակցե պրծել ենք։ Բանակցված ստորագրված է, հիմա արդեն գիտեք, տեխնիկական մանրամասներին շատ չեմ տիրապետում, բայց հայ-ամերիկյան ինչ որ ընկերություն պետք է այդ ամեն ինչը անի։ Այսինքն ոչ թե որ մենք դեռևս պետք է բանակցենք, բանակցել ենք դետալների մասին։ Գլխավոր գաղափարական մասը բանակցվել վերջացվել է։ Վերջերս հնարավորություն կար նաև Մեղրիում մարդկանց հետ խոսելու։ Ասեմ ձեզ, շատ շատերը ունեն անվտանգային մտահոգություններ եւ իրականում այնպես չի, որ միայն այսպես ասենք ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներն են, տարբեր հարցով նրանք պաշտպանում են ձեր իշխանությունը, բայց ունեն մտահոգություն եւ եթե շատ կարճ այդ մտահոգությունները սեղմենք, հա առաջիկա մենք հնարավորություն կունենանք դրա վերաբերյալ հրապարակման, նայր որ ադրբեջանցիները առանց ստուգվելու գալու են անցնեն, եթե կարճ գալու են լցվեն այս տարածք եւ անվտանգային որևէ երաշխիք չկա։ Այ դուք նաև որպես այդ մարզից պատգամավոր չունեք թերացում, որ մարդկանց մտքերում, այսպես ասեմ, ավելի շատ կատաստրոֆիկ, այսպես ասենք, մտքեր կան։ Ես բոլորի մասին իհարկե չեմ խոսում, որովհետև չունեմ սոցիոլոգիական տվյալներ, բայց տարածված բավականին մտահոգություններ դա։ Նայեք, այդ բոլոր մտահոգությունների մասին բնականաբար ես տեղյակ եմ եղել եւ նախ ինքս վստահաբար իմանալով, որ նման բաներ չի բանակցվում, լցվել, վերաբնակեցում եւ այլն կամ արտատարածքային միջանց, բայց քանի որ կոնկրետ փաստ չի եղել, քաղաքացիները որոշ մասը թերահավատորեն է մոտեցել իմ ասածներին, բայց օգոստոսի 8-ի պայմանագրից հետո իրենց 90% եւ ավելի այդ վատ կանխատեսումները իջեք դարձան, ինչի համար իհարկե շատ ուրախ եմ, բայց նայեք, հիմա ինչ ա եղել այդ ամեն ինչի արդյունքում։ Ոնց են օրինակ մարդիկ, երբ որ, չգիտեմ, օրինակ պաշտոնական հայկական կողմը ասում է, որ Միջանց չի բանակցվում եւ ադրբեջանական զորքը չի կանգնելու եւ այլն եւ այդ շանը չեն գալու միշտ, այսինքն ոչ միայն օգոստոսի 8-ի մինչեւ մինչեւ ստորագրված փաստաթղթերը, որով դա ֆիքսվում է, այլ մինչեւ այդ պաշտոնական Երևանը դրա մասին բոլոր մակարդակներով խոսացել է։ Բայց ինչի համար օրինակ մեր քաղաքացիների մոտ դերևս կասկածներ մնացել։ Շապի մոտ կար այն։ Հասկանում եք, մենք նույնիսկ Սյունեցի падգամավորներ ունենք, ովքեր ամեն օր թմկահարում էին դրա մասին։
ամեն օր որ հեսա միջանցքը տալու են, ժողովուրդ ձեր տները ծախեք, չգիտեմ, գլխի ճարները տեսեք, որ հեսա այլևս էստե։ Իսկ հիմա ես դες ասեմ, անշարժ գույքի գները Մեղրիում բավականին բարձրացել։ Ով էր այդ պատգամավորը։ Կային պատգամավորներ, որոնք օրինակ պատգամավորը Աննա Գրիգորյանը, էլի States Գեղամը Մանուկյան, ճիշտ հիշեցի, Նազարյան Գեղամը, Չէ, Նազարյան Գեղամը Տավուշից է, պարոն Մանուկյանը։ Դաշնակցական, հա, Գեղամ Մանուկյանը։ Ասենք Թաթոյան Արման, անդադ այդ բան ապոկալիպտիկ իր կանխատեսումները մարդիկ էլ դե գիտեք հիմա եթե իր առօրյա կյանքով ապրող մարդ այդքան էլ քաղաքական բան չունի գիտակցություն, իրավագիտակցություն չունի, օրինակ այնպես ինչպես օրինակ ես կամ դուք, որ ամեն օր մեջն ենք, չէ՞։ Վերնագրեր է կարդում, մարդու ալուսում դե հենա էլի մարդը եկել է, կոստյումը հագել է կամ հեսա եկել է պատգամավորը ասում է, որ հեսա միջանցքը տալիս են ձեզ ստեից հանելու են թուրքերն են գալու, ադրբեջանցիներն են գալու, ասենք բնականաբար, եթե 2-ը 3-ը չեն անում, 4-ը ապա անհանգստանում է դրա մասին։ Ես էլ եմ ասում, մեր ընդդիմությունը, խոսույթը մեր ընդդիմության, ոչ թե այնքան մեր դեմ է, ինչքան մեր երկրի դեմ։ Ինձ միշտ այս ֆենոմենը զարմացրել է։ Ոնց լավ կարաս Սյունիքում եկել է Սյունիք փնովես Ղարամանյան Նարեկին որպես տեղի պատգամավոր, չգիտեմ վարչապետին, արտգործ նախային, բայց ոնց կարելի է բաներ ասել, որը ոչ թե ինձ էլ է վնաս, բայց ավելի շատ վնաս է այդ ժողովրդին եւ այդ պետությանը։ Դրանք ուզում են ասել ձեր քաղաքականությունն է դրան հանգեցնում։ Լսեք, չի կարելի անցնել կարմիր գծերը, ինչքան էլ ուզում են որ մեզ փնովեն ժողովրդի աչքի առաջ վատը դարձնեն, բաներ կա, որոնք չի կարելի ասել։ Եվ դուք հաղթելու եք Սյունիքում 26-ին։ Դա ժողովուրդը կորոշի։ Իսկ ձեր կանխատեսում կարող եք անել։ Իմ կանխատեսումն է, որ ամբողջ Հայաստանի Հանրապետությունում մենք կստանանք բավարար ձայներ շարունակելու երկրի կառավարումը։ Տեսեք, իհարկե կտեսնենք այդ մասով, օրվա նորություններից մեկն էլ այն էր, որ ՀԵՑ-ը կզրկվի լիցենզիայից եւ ՀՑԿ-ն էր նշել, որ մտադիր է դադարեցնել Սամվել Կարապետյանի պատկանող ՀԵՑ-ի լիցենզիան էլեկտրաէներգիայի բաշխման շատ երկար է այդպես հիմնավորումները չվերեմ, եթե շատ կարճ իհարկե մեղադրում են հաշվառման համակարգի խափանման 2018-ից սկսած տվյալների ջնջելու, թերհավաքումների, հավելագրումների, հոսանքի արհեստական կորուստների ապահովման, վարկերի երաշխավորության, որ պետք է չանեին եւ այլն եւ այլն։ Սա մեղադրանքի այն կոնտեքստում է, որ սեփականության վերաբաշխում է եւ դուք կարողանալու եք խուսափել միջազգային արբիտրաժում Հայաստանի դեմ որոշումներից։ Նայեք, ես որպես հայ մարդ գտնում եմ, որ կրիտիկական ենթակառուցվածքները պետք է լինեն պետության տիրապետության տակ, ցանկացած պետության։ Կրիտիկական ենթակառուցվածքները, եթե փաստացի չի կառավարվում պետության կողմից, այն գոնե պետքա լինի վերահսկելի։ Ինչ վերաբերում է մնացյալի հետ, ես օրինակ այդքան կարդացի, որ անկեղծ ասեմ դուրը այսօրվա չեմ հասցրել մինչև երկար իրականացեք։ Ինքը նայեք, ես օրինակ թեր հավաքագրումը չգիտեմ, բայց ես անձամբ շատ կոնկրետ հստակ տեղով ժամով գիտեմ, որ խոշոր բիզնեսները գործարքի էին գնում ՀԵՑ-ի հետ, օրինակ եկավ 20 միլիոն ամսվա հոսանքի վաղ ու դա երկար տարիներ է, դա բոլորն էլ գիտեն, Սյունիքում էլ, Երևանում էլ ամենտեղ դրա մասին գիտեն։ Հիմա կոնկրետ ՀԵՑ-ի պաշտոնյան բանակցում է, խոսում է 20 միլիոնը դառնում է 12 միլիոն, ամենքը 4 միլիոն իրան մեջ փայ են անում։ Այդ սխեման Հայաստանում երևի հիմա արդեն բնականաբար կտրվել է, բայց դա եղել է։ Իսկ եթե գլխավոր մեսեջը օրինակ ես որպես պետության ներկայացուցիչ ազգային ժողովի պատգամավոր մեր քաղաքացիներին այս գործունեությամբ հետևյալն է։ Կրիտիկական ենթակառուցվածքները պետք է լինեն պետության, տիրապետության եւ վերահսկողության տակ։ Էական չի ով իշխանության մասին հաղորդում ներկայացրել եք այդ ձեր նշած ես եկեք դրա մասին չխոսամ։ Ներկայացած կլինեմ էլի, դե եթե ասում եմ ձեր մոտ ներկայացրել եմ։ Եվ դա համատարած է։ Ես չեմ ներկայացրել, ներկայացնողը ներկայացրել է։ Եվ դա համատարած է։ Ես առնվազն խոսակցության մակարդակով շատ եմ լսել եւ նաեւ տեսել իհարկե։ Տեսեք, փողերի մսխման մեղադրանքել է հնչում այս շրջանում, մասնավորապես փողերի մսխում չի դա։ Չէ, ձեր հասցեին։ Մեր։ Այո, դպրոց կառուցելու եւ գործարան չկառուցելու մեղադրանք, այդ չեք կարծում, որ մարդիկ նախ պետք է փող ունենան
որ հետո գնան կրթվելու, ոչ թե կրթվեն եւ մնան անփող եւ սոված։ Կրթությունը անվճար է։ Դպրոցական Հայաստանի Հանրապետությունում հիմա ես ուզում եմ խոսալ մի շատ ցավոտ թեմայի մասին, կոնկրետ իմ համար։ Ես ամեն անգամ զարմանում եմ, կրկնում եմ։ Լավ, այդ Կարապետյան Նարեկը գործարան բանման ջայլ տղա է։ Սերժ Սարգսյանն էլ է նախորդ։ Իմ տարիքին, հա, կարող է շատ վաղ չի գիտակցում, կարող է շատ վաղ չի հասկանում ինչա խոսում, մի կողմ թողնենք։ Երկրու դու հասկացում ես, երկիրը, մեր երկիրը 10 տարի ղեկավարած մարդը ասում է, որ մսխում եք փողերը։ Դպրոց կառուցելը 20 աշակերտի համար։ Դա վատնում է, մսխում է։ Այսինքն ես լուրջ եմ ասում, ես զարմանում եմ ընդհանրապես 21-րդ դարում, կրթության դարում, այս լուսավոր դարում, ընդհանրապես կրթության դեմ խոսալը ինչ տրամաբանությունից է բխում։ Այսինքն ես կարամ ենթադրեմ, դե իրանք հիմա պատկերացրեք, իրանք բարձրաստիճան պաշտոնյաներով, որոնց վրա մեծ մասի վրա բան ապօրինի գույքի բռնագանձման հոդվածներ ա դրված, ինձ հավաքվել են իրար հետ, մեկը առաջարկել է, ասել է, եկեք, օրինակ, չգիտեմ, Արցվանիկում մի հատ դպրոց սարքենք, ասել են չէ, դե բանա վատնում է, դե լավ, բերեք մսխեք։ Այսինքն իրանք թե տրամաբանությամբ են աշխատել։ Այսինքն ասել են դե մեկը վատ զենք են գնել այդ փողերով։ Ինչ զենք են գնել այդ փողերով։ Մենք տեսել ենք այդ զենքերը։ Ես բանակում ծառայել եմ իրանց տարիներին։ Ես տեսել եմ մեր զենքը։ Պատերազմին եղել եմ ես առաջնագծում, որպես զինվոր չէ, որպես բան չէ, բայց ես միշտ այնտեղ եմ եղել։ Թող ոչ զենքից խոսան, ոչ բանակից խոսան։ Այսինքն հասկանում եք, մարդը խոսում է կրթության դեմ, այդ Կարապետյան Նարեկը։ Լավ, ես մի քիչ բան անեմ, էլի, ես թեման խորանամ։ Նայեք, հիմա Չէ, կրթության դեմ չի, գործարանի կողմ է ավելի շատ։ Նայեք, չէ, գործարան առանց կրթության պատերա եւ ստանոք դրած բանի մեջ, հաստոցը պատերի մեջ, ուրիշ ոչ մի բան։ Ոնց է սովետը 1000 զավոդ սարքել է հաստատ։ Բայց որտեվ սովետական միությունում կրթություն կար առաջին հերթին։ Հիմա նայեք։ Սամվել Կարապետյանը դե բնականաբար իր ոչ ներկայիս կարգավիճակով, որ ինքը կանոնավորված է, այլ առհասարակ իր քար քաղաքացի է, չեմ սխալվում 4 երրա։ Մի խոսքով իր բանով չի կարա ինքը առաջադրվի եւ հավաքվել որոշել են ինչ պետք է անենք։ Ես նկարագրում, ես ներկա չեմ եղել, բայց ես պատկերացնում եմ դա ոնց է եղել։ Հավաքվել են, դե հա, Կարապետյան Նարեկը ջահել տղա է, երևի ընդունելի բան, տենց որոշել են։ Հիմա ինչ պետք է անենք։ Սենց մի հատ բան աղյուսակ են գծել, ֆինանսներ խնդիր չկա, ծիճկան արել են ունենք։ Բարեգործություն, երեխեքին պայուսակ, պայուսակ կա, մարդկային ռեսուրս, մոլեր, հեծ, ամեն ինչ ունենք, երբ ուզենք մի 4000 մարդ միտինգին կգա, ծիճկա։ $1 միլիոն ըստ շրջանառվող լուրերի բան կա, հարցազրույցը կարանք տանք, ծիճկա։ Դե իրենք երկում են կարծես։ Դե հիմա ես եկեք մենք անկեղծ լինենք, էլի այդ մակարդակի լրագրողը, հա, այդ ինձ հայտնություն ունեցող լրագրողը երբեք նման բան չէր անի։ Այդ ուրիշ բան, որ դեռ քաղաքականության մեջ չմտած այդ հարցազրույցը իր համար ավելի շատ մահախոսական էր, եթե անկեղծ լինենք, դրանք անդրադառնանք, եթե հարկ լինի։ Հաջորդը գրասենյակները դե պետք է լինի։ Այսինքն սա sense դե կուսակցությունը հեսա կսեղծեն, այս ամեն ինչը անում են, sense ծիճկա դնելով իջնում են։ Ու ես մարդկանցից ոչ մեկի մտքում, ես մինչև հիմա չեմ նկատել, որ անցնի, որ կարելի է նաև օրինակ գաղափար ու հոգի դրած այդ ամեն ինչի մեջ։ Կա գաղափար։ Որն է այդ։ Վիլայեթացնում եք Հայաստանը, Արշավ է եկեղեցու դեմ, Ամերիկային տվել եք միջանցք եւ այլն։ Հիմա նայեք, ամենաաբսուրդը այդ եկեղեցու դեմ բանն է, որովհետեւ լավ, եթե դա ներքին Եթե մեր ներքին քաղաքական ամբողջին կանդրադառնանք։ Եթե դու գնաս հասնես բանի մոտ այդ Թայքեր Քարլսոն, հա, եւ այնտեղ հերիք չի մեղադրես, որ հայկական կողմն է, որ եթե չեմ սխալվում, եթե սխալվեմ կողեք, ինքը ասել է, որ հայկական կողմն է հանել արցախցիներին Արցախից, այլ իրանք բռնի չեն տեղահանվել, այդպեսի մի բան կարդացի մամուլում Կարապետյան Նարեկը այդ հարցազրույցի ժամանակ չեն բռնի տեղանել, այլ որ միտքերն էր, որ Հայաստանը տեղափոխեց, մոտավորապես նման միտքեր իր քաղաքական արդեն ուրվագծվում է ամբողջ կողմնակիցների շղթան Նիկոլ Փաշինյանին համոզում էին, որ ամեն ինչ անի, որպեսզի արցախցիները գան Հայաստան, հիշում եմ ես 23 թվականի սեպտեմբերի պատմությունը։ Հիմա վերադառնանք այս գաղափարներ կային, ես մի քանիսն ասացի։ Չէ, նայեք, եթե դու հայտարարում ես, որ գործարան պետք չի կառուցել
ներողություն, դպրոց պետք չի կառուցել, պետքա կառուցել գործարան։ Դու ակնհայտ է դառնում այդտեղ քո քաղաքական զրո լինելու եւ օրգանիկ ոչ մի կապ չունենալու ժողովրդի հետ այդ հանգամանքը ցցում երևում է։ Դուք հասկանում եք, ասենք, հիմա պատկերացրեք լավ, դպրոց չկառուցեցին, գործարան կառուցեցինք։ Ո՞վ է աշխատելու այդ գործարանը։ Մարդիկ։ Ո՞վ։ Գյուղացիները։ Գյուղացին առանց կրթության ոնց է, օրինակ, սովորեցնում գործարանը։ Այդ լսեք, այ հենց այդ է իրանց ամբողջ խնդիրը դա է, որ իրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերաբերվում են որպես իրենց ինչ որ մի ձեռնարկության աշխատողների։ Չէ, դա ինքը չէ, այսինքն մարդը չէ, հենց դուք ճիշտ էլ ենթադրել եք։ Մարդիկ այսինքն ասում են դե հիմա գործարանը կառուցի, մարդիկ կգան կաշխատեն։ Հիմա էական չի, իրանք միջև այդ կրթություն չունեն, ասենք որ մեկը որ ոլորտում կաշխատի։ Հասկանում եք, եթե գործարան կա, կրթություն չկա, այդ գործարանը ժանգոտելու է։ Բարիս ամենաբուն իմաստով, ինչպես ժանգոտել են բազմաթիվ գործարաններ։ Այս պահեդրությամբ Հայաստանում ներդրողներ կան, որոնք այդ ներդրումը չեն անում, որովհետև Հայաստանում ռեսուրս չկա գիտական։ Ես այլ խնդիրների ատոմային էներգիայի հետ կապված մեկ մասնագետներ չունենք։ Բազմաթիվ ոլորտներում մասնագետ չկա։ Այսինքն գործարան կառուցում ես ում համար, եկամուտ ստանալու համար, այսինքն կոմերցիա է, էլի, երկիր իրանց համար կոմերցիա է, այսինքն գործարանը կառուցենք ինչ դպրոց, ինչ բան, եթե չկա, հա, Դաղստանից կբերենք, չկա բանից, Յակուտիայից կբերենք, եթե Կալուգայից ասենք մասնագետ չկա, հայ ոչինչ, Կալուգայից մասնագետները հայ կգան, բանը, ռուս մասնագետները կգան, հայերը այնքան որ բանվորություն կանեն։ Եթե կրթություն չկա, դու գործարան ում համար ես ընդհանրապես եթե կրթություն չկա, որևէ երկրում որևիցե բան անելու ընդհանրապես իմաստ չկա։ Իդեպ այսպեսի մի բան կա։ Ավելին ասեմ, ներողություն։ Այս ամեն ինչը, այս ակադեմիական քաղաքը, այս մանկապարտեզներ, դպրոցներ կառուցելը, սա նաև որոշ չափով հիմիկվա Հայաստանի համար է, բայց սա հիմնականում ապագայի համար է։ 30-40 տարի հետո երբ որ օրինակ չգիտեմ, խոշոր ներդրողներ միջազգային ցանկանան Հայաստանում ներդրում անեն, իրանք ախր որովհետև իրանք ռուսական մոդելի կրող են։ Դրա համար իրաց մտածելակերպը այդքան է։ Իշխանությունը նայեք, այդ մարդիկ նայելու են, այդ ինչ, օրինակ մենք 2 միլիարդ, չգիտեմ, ասենք General Motors-ը Հայաստանում 30 տարի հիմա չի անի բնականաբար։ 30 տարի հետո ուզում է Հայաստանում ներդրում անի։ Ինքը նայելու է, ինչպիսի կրթական ոլորտ անդե, ինչպիսի համակարգ է։ Ես կարողանում եմ բոլոր իմ աշխատանքի համար անհրաժեշտ մասնագետները գտեմ, լավ հասկացանք, Ամերիկայից կուղարկեն գործադիր տնօրեն, բայց ու ինժեներներին հոսաղ Ամերիկայից չեն բերելու։ Եթե երկրում չկա գործարան կառուցելը, ելի եմ ասում, այ փողերի վատնում է իրական։ Եթե կրթություն չկա։ Պարոն Կարապետյանը եւ կալանավորված եկեղեցականները հրաժարվեն Մայրաթորին պաշտպանելուց, դուք կազատեք նրանց ըստ պարոն Կարապետյանի, այո։ Բանտում են, որովհետեւ պաշտպանել են եկեղեցուն։ Դեմ են գնացել իշխանությանը։ Իրանք եկեղեցուն չեն պաշտպանել, երբ են պաշտպանել։ Սամվել Կարապետյանը իր խոսքում հենց պաշտպանում է եկեղեցուն։ Ում է պաշտպանում։ Եկեղեցուն չի պաշտպանել։ Եթե տարաձայնությունները ինքը հոգևորականներին է պաշտպանում, եկեղեցուն երբ է պաշտպանում։ Ես չեմ տեսել, որ ինքը երբևիցե բացի անհատականությունից հասկացանք, բայց ում է պաշտպանել ինքը փաստացի։ Հիմա եկեղեցին ես դուք եք, թե ասենք բանը Կտրիչ Ներսիսյան հարց եմ տալիս։ Լավ, հասկացա ես։ Շնորհակալություն։ Չէ, անկեղծ եմ ասում, նայեք։ Հասկացա։ Որ դուք եկեղեցին չեք համարում կաթողիկոսին։ Բայց ով է համարում դա։ Շատերը։ Այս մարդիկ համարում են։ Լսեք, մենք քանի կաթողիկոս ենք ունեցել։ Մի մասը։ Քանի կաթողիկոս ենք մենք ունեցել։ 132։ Այսինքն այդ կաթողիկոսները բոլորը մահացած են, չէ՞, ինչ է, եկեղեցին իրանց հետ մահացել է։ Ոնց կարա պատահի անձը եկեղեցի լինի, անհատը ոնց կարա եկեղեցի լինի։ Զարմանում եմ ամեն անգամ այս դիսկուրսի մեջ, ու ասենք, բա դուք եկեղեցու դեմ եք պայքարում։ Այդ նույն տրամաբանությամբ մի անգամ եթե չեմ սխալվում, Ալեքսանյան Վահագնն էր ասել, ասում դե հիմա պետության այս պայդրությամբ ղեկավարն է Նիկոլ Փաշինյանը, որ Նիկոլ Փաշինյանի դեմ խոսում եք, դուք ինչը պետության դեմ եք խոսում։ Եթե խոսքը երկու նախկին նախագահն են, հա, իրանք իրոք պետության դեմ են խոսում, բայց քաղաքացիների մեծ մասը խոսելով մեր իշխանության դեմ, իրանք պետության դեմ չեն խոսում։ Իհարկե դիմությունը այստեղ ձեր կահակադարձեր, բայց ավարտվեց մեր հարցազրույցը։ Ես վերջին միտքս արտահայտեմ եւ ավարտենք։ Ամբողջ եկեղեցու այս պատմության ամենա իմ համար տարօրինակ եւ երկիրեսանի երևույթը գիտեք որն է, որ այդ բոլոր լրագրողները, բոլոր քաղաքական գործիչները ոչ մեկ, ոչ ինձ, ոչ մեր քաղաքական թիմի որևիցե ներկայացուցիչի չեն մեղադրում
որ մենք անիրավ տեղը Գարեգին երկրորդին կամ Կտրիչ Ներսիսյանին մեղադրում ենք զավակ ունենալու մեջ։ Այսինքն մեզ ոչ մեկ չի ասում դուք սխալ եք անում դա։ Եվ ավելին ասեմ, այսքան լրագրող, այսքան քաղաքական գործիչներ, ովքեր շփվում են Կտրիչ Ներսիսյան, մեկը չի հարցել հրապարականին, դուք զավակ ունեք թե չէ։ Ոչ մեկ չի հարցում այդ հարցը։ Այդ մարդուն որտեղ հարցում են։ Կարան բայց տեսնեն, այսինքն Հայաստանի Հանրապետությունը այդ երկիրը չի, որ ինչ որ մեկին ուզենաս տեսնես, չկարողանաս տեսնել, եթե ասենք դատական համակարգ կամ երևապահ համակարգը չի արկել։ Ու առհասարակ ես ամեն ինչի արդյունքում էդիկը ես նկատել եմ մի շատ վատ երևույթ, սա էլ ասեմ ու ավարտենք, էլի։ Իմ մոտ այնպեսի տպավորություն է, որ մարդիկ ինչքան խոսում են իրականությունից կտրված եւ աբսուրդային իրականության հետ կապ չունեցող բան, նրանց թվում է թե դրանից դժում է իրականություն։ Շնորհակալություն զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Նարեկ Ղահարամանյանին։